Պարզեք, ինչով են ապրում մեր հոգևորականները, ինչով են ապրում, ով ինչ եկամուտ ունի, քանի հոգի են մեր հավատացյալները, հաշվեք, գրանցվեք, դուք ինձ հարցում եք, չէ, գնում ես եկրեց, պետք է գնամ գրանցվեմ, այդ թեմում պետք է ես գնամ գրանցվեմ, և ես ձեզ ասեմ, ես նույնիսկ պետք է անդամավճար տամ, մցրեք անդամավճարի ինստիտուտը, պարտադիր լինի, անդամավճար չես տվի, չի կարող պսակադրություն տեղի ունենալ, մկրտություն չի լինի, եթե դու Դե տալիս են, թասի մեջ դնում Չէ, ջեբն են դնում, ես ասում եմ, պետք է անպայման, դուք դնելու եք սա, եթե գնալու է, Իհարկե դե մենք հայտարարություն ենք անում հիմա, ուրեմն եթե գնալու է, հայրենի հարգելի հետևորդներ, պետք է անդամավճարի ինստիտուտ լինի, բոլոր կազմակերպությունները։ Բայց պսակադրվելուց, մկրտվելուց տալիս են այդ խաչամբեր ասվածի ժամանակ դնում են Չէ, անդամավճար։ Մի հատ անդամավճար տան, մի հատ էլ կամ երամսյակը 1 մեր հարկային այ աշխատավարձից, թոշակից, ինչից պետք է անդամավճարը գնա։ Դե բայց հետո էլ պետք է քաղաքացուն հավատացյալին հաշվետվություն ներկայացվի այդ անդամավճարն ինչ է, հավետ ինստիտուտով ապահովել։ Այսպես թե այնպես հաշվետվություն Չէ, հիմա ասում են դու ինչքան փող ես տվել, որ հաշվետվություն ես ուզում։ Ով փողը տվել է, նկարատարել եք, ձեր ճակատից կախել եք, հա։ Ով որ փողը տալի, ինչքան շատ տա, այնքան մեծ նկար կկախեք ձեր ճակատից։ Ես ասում եմ, որ հաշվետվություն պետք է տրվի եւ անդամավճարի ինստիտուտը առաջարկում եմ։ Անդամավճարի ինստիտուտը վերահսկվող Գերմանիայում այդպես է։ Գերմանիան հետամնաց երկիր չի։